2019 թվականից Հայաստանի առողջապահական համակարգում գործում է սանավիացիայի ծառայությունը, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման հատուկ ծրագիր, որը հնարավորություն է տալիս անգամ երկրի ամենահեռավոր մարզերում գտնվող մարդկանց կյանքը փրկել հաշված ժամերի ընթացքում։ Երբ հիվանդը հայտնվում է կյանքի ու մահվան սահմանակգծում, օգնության է հասնում ուղղաթիռը բժշկական թիմով հագեցած։ Սյունիքի մարզի դեպքում այս ծառայությունը կենսական նշանակություն ունի։ Լեռնային ճանապարհները հաճախ դժվար անցանելի են, իսկ ժամանակը վճռորոշ։ Ուղղաթիռով կազմակերպվող տեղափոխությունների շնորհիվ Գորիսից, Կապանից, Մեղրիից կամ ամենահեռավոր գյուղերից ծայրահեղ ծանր դեպքերը հաշված ժամերի ընթացքում հասնում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Սանավիացիա մենք դիմում ենք այն դեպքերում, երբ որ հարատապ անհրաժեշտ է լինում հիվանդի կյանքը փրկելու ցուցումով, հիվանդին ամենչապես ուղարկենք համապատասխան մասնագիտական հետազոտման եւ բուժման, հիմնականում բուժման, որովհետեւ արդեն հիմնականում ստեղ ախտորոշումները պարզված է լինում եւ անհրաժեշտ է լինում շտապ կարգով ժամանակի առումով բավականին կարճ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նրա կյանքին վտանգ սպառնացող վիճակը կարողանանք վերացնել։ Դրանք ինսուլտներն են, իհարկե իշեմիկ ինսուլտներն են, որոնք ինչ որ ժամանակ է անհրաժեշտ, այդ ժամանակը եթե անցնում է այլևս անիմաստ է դառնում, պոլիտրավմաներն են եւ այդպիսի որոշակի ցանկա որոշ ախտորոշումներ, որոնց դեպքում մենք դիմում ենք սանավիացիա։ Այս տարվա հունվարի 1-ից մինչև այսօր սանավիացիայի ծառայության միջոցով Հայաստանի հեռավոր մարզերից տեղափոխվել է շուրջ 50 պացիենտ, նրանցից 20-ը Սյունիքից են, 9-ը Կապանից, Գորիսից 5-ը, Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջաններից 3 բուժառու։ Գորիսի բժշկական կենտրոնում բժիշկները լավ գիտեն, սանավիացիան պարզապես արդյունավետ մեխանիզմ չէ։ Սյունիքում այն իրական փրկողակ է, երբ յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է ինսուլտի, պոլիտրավմայի, 3-ից 4 աստիճանի այրվածքների, էկզոգեն թունավորումների, հղիների բարդ դեպքերի, սրտային սուր խնդիրների եւ այլ ծայրահեղ իրավիճակներում ուղղաթիռը դառնում է միակ արագ եւ ապահով ճանապարհը դեպի մասնագիտացված բուժօգնության կենտրոն։ Ծառայությունը գործում է պետպատվերով անվճար, նշում է Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրենը, սակայն բժիշկներն են որոշում արդյոք անհրաժեշտ է տեղափոխում։ Ըստ հիվանդի ցանկության ծառայությունը կարող է տրամադրվել նաեւ վճարովի հիմունքներով։ Այս տարիների ընթացքում մենք մի անգամ նաեւ ունեցել ենք վճարովի դեպք, իհարկե, որովհետեւ այդ ախտորոշումների մեջ չէր մտնում, բայց հիվանդի հարազատները իրենք գտել են վճարունակեն եղել եւ խնդրել են, որպես իրենց հիվանդին ուղղակի սանավիացիայով տեղափոխվի։ Մնացած մի 2 տասնյակ դեպք ունեցել ենք այս վերջի տարիների ընթացքում, որոնք պետպատվերով տեղափոխվել են եւ համապատասխան բուժօգնություն են ստացել։ Ծառայության ընդլայնման եւ նոր ուղղաթիռների ներգրավման գործընթաց ներկայումս ներառված չէ, նշում են առողջապահության նախարարությունից, սակայն ըստ Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկները կարևոր են համարում, որ ապագայում ծառայությունը հնարավոր լինի իրականացնել նաեւ երեկոյան ժամերին, քանի որ ավտովթարների մեծ մասը տեղի է ունենում ուշ ժամերին եւ նման դեպքերում հիվանդների արագ տեղափոխումը մասնագիտացված կենտրոններ կարող է վճռորոշ լինել նրանց կյանքի համար։ Երեկոյան այո, դա խնդիր է մեզ համար լինում եւ շատ լավ կլիներ, եթե իհարկե այդ խնդիրը լուծվեր, որովհետեւ դա իրոք կյանքի փրկության խնդիր է։ Բավականին թանկ է այդ ծառայությունը, բայց մեզ համար շատ դյուրին է, որովհետեւ երբևէ դեպք չի եղել, որ մերժվի։ Ես ուղղակի շատ հիացած եւ զարմացած եմ, որովհետեւ շատ լավ արագ արձագանքում են, շատ արագ կազմակերպում, ընդգրկում համապատասխան մասնագետներ, ժամանակի մեծ կոնսուլտացիաներ անում եւ իհարկե այդ գիշերային դեպքերը, որ կարողանային դա էլ ինչ-որ մի հնարով լիներ, որովհետեւ հեռու մարզ է, դա արդեն կլներ կատարյալ։ Կյանքի փրկության ճանապարհը Սյունիքում միայն օդով չի անցնում, այն շարունակվում է հենց Գորիսում, առողջապահական համակարգի կարևոր օղակներից մեկում։ Մարզում գործում է Յուլիան արյունաբանության եւ ուռուցքաբանական կենտրոնի բաժանմունքը։ Այստեղ պարբերաբար իրականացվում են արյան դոնորության քարոզարշավներ եւ հավաքագրումներ։ Արյան պաշարների ապահովման խնդիրը բաժանմունքում լուծվում է նաեւ արտագնա դոնորական այցերի շնորհիվ։ Տարեկան 8 անգամ մասնագետներն այցելում են Սիսիան եւ Կապան, կազմակերպելով արյան նվիրատվության ակցիաներ։ Դոնորական արյան պահանջարկը ավելի շատ լինում է երկրորդ խմբի, երկրորդ ռեզուլտատական արյան պահանջարկն է ավելի շատ լինում, որովհետև քաղաքացիների 50-ից ավելի տոկոսը հենց երկրորդ խմբի դոնորական արյուն ունեցող քաղաքացիներն, այնուհետև առաջին դրականը, իսկ ամենից հազվադեպը 4-րդ բացասական, 3-րդ բացասական խումբ ռեզուսի դոնորական արյուն։
Կենտրոնում դուք հիմա էլ կարող եք տեսնեք, որ սահմանված չափականակներ կան, որ պարտադիր արյան պետական պաշարների քանակը ինչքան պետք է լինի, սովորաբար մեզ մոտ միշտ կրկնակից ավելի է լինում։ Տեղում ենք վերցնում դոնորական արյան պաշարների փոխանակում է կատարում Յոլյան արունաբանական կենտրոնի հետ եւ այնպես է կազմակերպում աշխատանքը, որ այդպիսի դեֆիցիտային բաներ չառաջանան։ Արյան դոնորության քարոզչական աշխատանքները Սյունիքում իրականացվում են անմիջապես կազմակերպություններում քաղաքացիների լայն ներգրավմամբ։ Դոնոր դառնալուց առաջ յուրաքանչյուր մարդ անցնում է մանրամասն բժշկական հետազոտություն, հանձնում անալիզներ եւ ստանում տեղեկություն սեփական առողջական վիճակի մասին։ Միայն դրանից հետո է իրականացվում արյուն հանձնումը։ Նոր շենքը գալուց հետո ամբողջովին գույքը թարմացվել են, նորացվել է եւ ապահովել են բժշկական համապատասխան սարքավորումներով հագեցվածությունը ամբողջովին է, արյան պաշարների պահպանության համար համապատասխան սառնարանները, սառցարանները կան։ Դոնորական արյունը մնում է անփոխարինելի բժշկական միջամտությունների մեծ մասում, այն օգտագործվում է այրվածքներից եւ ծանր տրավմաներից տուժածների բուժման, ինչպես նաեւ բարդ վիրահատությունների եւ ծանր ծննդաբերությունների ընթացքում հիվանդի կյանքը փրկելու համար։ Արյունը կենսական նշանակություն ունի նաեւ հեմոֆիլիայով եւ սակավարյունությամբ հիվանդների համար։ Բժշկական ուսումնասիրությունները վկայում են, որ արյուն հանձնելը ոչ միայն մարդասիրական քայլ է, այլև դրական ազդեցություն ունի հենց դոնորի առողջության վրա։